Առանց այստեղ հակահրեականության կամ որևէ միտումի հակայի հարց չունեմ ես վաղուց եմ ասել։ 5 տակարանը, երբ որ մենք մի քիչ ուշադիր ենք կարդում, ընդ որում սա վաղուց նկատված բան է, առաջինը չի, որ ես պիտի ասեմ, դեռ Միքայել Չամչյանն էր դա շատ փայլուն նկատել 18-րդ դարում եւ ինքն էլ վկայակոչում է եվրոպացի հեղինակների, որ իրենից առաջ են նկատել։ Ասենք որոշակիորեն տեսնում ենք, որ 5 տակարանում կան հետագա խմբագրումներ, որոնց հետքերը մնացել են եւ անհաջող խմբագրումներ նույնիսկ։ Ասենք ես դրանցից մեկի օրինակը կարող եմ բերել Նոյի որդիները, որոնք ըստ ավակության, երբ որ թվարկվում են, ավակը Սեմին են համարում։ Սեմ կամ հետո Հաբետ, բայց հենց ծննդոց գրքում, երբ որ թվարկվում են այդ 3 որդիները, առաջինը ներկայացնում է Հաբետի որդիների ծննդաբանությունը, հետո Քամի, հետո Սեմի։ Այստեղ հակասություն կա, եթե ավակը Սեմն է, ինչի սկզբից հենց Սեմինը չի ներկայացվում։ Սա դեռ ոչինչ։ Ամբողջ հարցն է, որ 5 տակարանում, եթե ամբողջությամբ վերցնենք Սուրբ գրքում, Աստվածաշնչում, 5 տակարանը խմբագրելիս այնպիսի մի վրիպակ են թույլ տվել այդ խմբագրողները, որոնք Սեմին են դարձրել ավակ որդին, Հաբետի փոխարեն, թվաբանական սխալ կա։ Ես սա ասում եմ ամենևին էլ ոչ մի այսպես միտում չունենալով ոչ հրեաներին, ոչ քրիստոնյաներին, ինքս էլ քրիստոնյա լինելով վիրավորելու, բայց ցավոք սրտի դա կա։ Ես ասեմ ձեզ դրվագը կարող եք ամեն ոք կարող եք բացել ծննդոց գիրքը եւ ստուգել։ Ներկայացվում է ուրեմն Նոյի 500-րդ տարում, չէ, տեղի ունեցավ ջրհեղեղը եւ ասում է, որ չէ, ներողություն, 500 տարեկան էր, երբ ծնվեց ավակ որդին։ 600 տարեկան էր, երբ ջրհեղեղը տեղի ունեցավ։ Հետո ասում է, որ ջրհեղեղից 2 տարի անց, այսինքն երբ որ Նոյը 602 տարեկան էր, Սեմը ծնեց իր ավակ որդուն Արփաքսադին։ Ընդ որում այդ ժամանակ Սեմը 100 տարեկան էր։ Այսինքն Սեմը պիտի ծնված լինի Նոյի 502-րդ տարում։ Եթե ավակ որդին Սեմն էր, 502 տարեկանում էր ունեցել նրան Նոյը, բայց 500 տարեկանում ում էր ունեցել Նոյը։ Հասկանում եք, մի քիչ թող բան չհնչի, բայց եթե օրինակ այսօր ես սովորական մահկանացու լինելով ես ներկայացնեմ իմ ծննդաբանությունը, պապս այսքան տարեկանում ունեցավ հորս, հայրս այսքան տարեկանում իմ, ես սխալ թույլ չեմ տա։ Ուր մնաց թե Աստծո խոսքի մեջ թվաբանական այդպիսի սխալ 2 տարվա տարբերություն է տալիս։ Այսինքն նախնական բնագիրը հետագայում իսկ գիտենք, որ շատ խմբագրումներ է եղել 5 տակարանի։ Այդ խմբագրումներում այնքան անփույթ են գտնվել, որ նույնիսկ փոխելով Սեմին ավակ դարձնելով, Հաբետին կրտսեր դարձնելով, անգամ դրանից հետո անփութությամբ նույնիսկ այդ տարեթվերը չեն ուղղել։